Այսօրվա թեման կլինի Ռիմանի արտապատկերման թեորեմը։ Դասի սկզբում մենք տեսանք, որ երբ որ ունենք տարբեր տիրույթներ, երբ որ հնարքում էինք կոտորակային գծային ձևափոխությունները, ապա այդ տիրույթները հնարավոր է ձևափոխել միավոր շրջանին։ Օրինակ, ասենք վերցրեցինք sense տիրույթ, տեսանք, որ սա հնարավոր է ձևափոխել միավոր շրջանի, կամ հորիզոնական շերտ, կամ ասենք վերցրեցինք տիրույթ, որ փակված էր երկու աղեղով եւ այլն, ինչ որ տարբեր օրինակներ դիտարկեցինք, ու այդ դեպքերում մենք կոնկրետ ինչ որ արտապատկերումներ էինք տալիս, որոնք արտապատկերում են այդ տիրույթը միավոր շրջանի վրա։ Պարզվում է, որ այս տիրույթները ոչ մի բանով հատուկ չեն, գոյություն ունի շատ ավելի ընդհանուր թեորեմ, որը ասում է հետևյալը, որ եթե ունենք մի միակապ տիրույթ, բացի ամբողջ հարթությունից, ուրեմն թող օմեգան լինի ինչ որ մի միակապ տիրույթ, բացի ամբողջ հարթությունից, ապա եթե ունենք կամայական կետ, օմեգայի, գոյություն ունի միակ անալիտիկ արտապատկերում օմեգայի, այնպիսին, որ այս ֆունկցիայի պատկերը միավոր դիսկն է, ֆունկցիան ինյեկտիվ է, f-ի արժեքը z0 կետում, f-ը z0 կետը տեղափոխում է 0-ի վրա և f-ի ացանցյալը z0 կետում իրական դրական թիվ։ Այսինքն ունենք կամայական միակապ տիրույթ, կարող ասենք լինի անվերջ, կարևորը ամբողջ հարթությունը չլինի ու կամայական z0 կետ ենք ֆիքսում, գոյություն ունի մի անալիտիկ մեկ, անալիտիկ ֆունկցիա, որը արտապատկերում է մեր օմեգան միավոր շրջանի վրա, այնպես, որ z0-ն տեղափոխվում է 0-ի վրա։ Նախ, ընկեք հիշենք, որ շատ տարբեր արտապատկերումներ կան միավոր շրջանից միավոր շրջան, հոլոմորֆ արտապատկերումներ, կոտորակային գծային ձևափոխություններ ենք տեսել նման, օրինակ եթե վերցնենք այստեղ կամայական 3 կետ եւ վերցնենք մեկ ուրիշ 3 կետեր, ապա գոյություն ունի կոտորակային գծային ձևափոխություն, որ այս սկզբնական 3 կետը արտապատկերի այս նոր 3 կետին։ Այդ դեպքում այս միավոր շրջանը կարտապատկերվի կամ ինքն իր վրա, կամ դուրսը։ Եթե վերցնենք n բոլոր արտապատկերումները, որոնք միավոր շրջան արտապատկերում են իր վրա, փաստորեն կունենանք մի նոր արտապատկերում օմեգայից միավոր շրջանի վրա։ Այսինքն, եթե ասենք արդյոք, եթե ունենք մի հատ միակապ տարածություն օմեգա գոյություն ունի մի արտապատկերում օմեգայից միավոր շրջանի վրա, պատասխանը, եթե այս թեորեմին հավատում ենք, պատասխանը այո է, բայց միակություն չենք ունենա, որովհետև այստեղ բավականին մեծ հնարավորություններ ունենք նորից իր վրա արտապատկերելու, բայց ստանալու ուրիշ արտապատկերում։ Այսինքն, այս սկզբի մասը, այս սկզբի պնդումը ասում է, որ գոյություն ունի f, այս երկրորդ մասերի իմաստը n է, որ սրանք ֆիքսելով մենք կարողանում ենք f-ը դարձնել միակ։ Այսինքն, եթե ունենք կամայական միակապ տիրույթ, ապա գոյություն ունի այդ միակապ տիրույթից միավոր շրջանի վրա անալիտիկ արտապատկերում, հիմա վերցնենք մի կամայական կետ, կարող ենք այնպես վերցնել մեր արտապատկերումը, որ այս կամայական կետը լինի այն կետը, որը արտապատկերվում է 0-ի վրա, բացի դրանից կարող ենք այստեղ այնպես անել, որ 0 այս կետում ֆունկցիայի ացանցյալը լինի իրական դրական թիվ։ Դա ոնց ենք անում, այստեղ կարող ենք այս շրջանը պտտել դա նշանակում է բազմապատկել մի ֆունկցիան բազմապատկել մի կոմպլեքս թվով, որի բացարձակ արժեքը 1 է, դրանով կարող ենք ացանցյալը փոխել ու պտտել այնպես, որ ացանցյալը դառնա իրական դրական թիվ։ Եկեք նկատենք, որ եթե ունենք հոլոմորֆ ֆունկցիա,
որը նաև բիեկտիվ է, մենք այստեղ ունենք բիեկցիա, որովհետև ամբողջ f-ի պատկերը ամբողջ միավոր շրջանն է ու f-ը 1-ը 1-ի է, ապա այստեղից կարելի է ստանալ, որ ածանցյալը 0 չի, հետևաբար ֆունկցիան կլինի կունենա հակադարձ, որը նույնպես կլինի անալիտիկ։ Այսինքն մենք կունենանք բիհոլոմորֆ ֆունկցիա։ Այս թեորեմի ուրեմն գլխավոր պայմանը այն է, որ օմեգան լինի միակապ, բայց չլինի ամբողջ հարթությունը։ Այստեղ բնական հարց է առաջանում, իսկ ինչ կարող ենք ասել ոչ միակապ ֆունկցիաների մասին, ոչ միակապ տիրույթների մասին։ Նախ եկեք մեկ ուրիշ բան էլ նկատենք, ենթադրենք ունենք մեկ ուրիշ միակապ տիրույթ, օմեգա շտրի, ըստ այս թեորեմի գոյություն ունի նաև բիհոլոմորֆ արտապատկերում այս տիրույթից միավոր շրջանի վրա, ու կարող ենք մեր ուզեցած կամայական կետ արտապատկերել 0-ի վրա, ասենք սա նշանակենք J-ով, եթե հիմա վերցնենք F-ն ու J-ի հակադարձը, կամ J-ն ու F-ի հակադարձը, ապա կունենանք բիհոլոմորֆ արտապատկերում S մի տիրույթի միակապ ու S մի տիրույթի միջև, որը կլինի բիեկտիվ։ Ու S կետը կարտապատկերվի հենց S կետի վրա։ Այսինքն ստանում ենք, որ եթե վերցնենք կամայական երկու միակապ տիրույթ, որոնք ամբողջ հարթությունը չեն, ապա իրենց մեջ գոյություն ունի բիեկտիվ հոլոմորֆ արտապատկերում։ Եկեք նաև հիշենք, որ հոլոմորֆ արտապատկերները կոնֆորմալ են, այսինքն իրենք պահպանում են լոկալ, եթե ինչ կետ վերցնենք, լոկալ այս կետի մոտակայքում նայենք կորերը, ապա եթե վերցնենք երկու կոր, այդ կորերի անկյունները կպահպանվեն։ Եթե տեսնենք, թե այդ կորերը ուր են արտապատկերում, կպահպանվեն։ Այսինքն հնարավոր է կամայական երկու տիրույթ միակապ արտապատկերել մեկը մյուսին, այնպես որ անկյունները պահպանվեն։ Այստեղ բնական հարց է առաջանում, իսկ եթե չունենք միակապություն, ինչ կարող ենք ասել։ Օրինակ, եթե ունենք օղակ։ Նախ եկեք նկատենք, որ օրինակ օղակը կարելի է արտապատկերել մեկ ուրիշ օղակի, օրինակ մի հաստատունով բազմապատկել։ Ասենք եթե ասենք մի հատ C-ի, օրինակ ասենք C-ն հավասար է 2-ը, կարող ենք այս օղակը կրկնապատկել։ Այսպես ավելի փոքր նկարենք։ Ասենք եթե ունենք այս օղակը, ապա սա կարելի է արտապատկերել, ասենք երկու անգամ ավելի մեծ օղակի։ Սա բնականաբար կլինի բիեկտիվ հոլոմորֆ արտապատկերում։ Բայց պարզվում է, որ ընդհանուր դեպքում նման թեորեմ գոյություն չունի, օրինակ, սենց տիրույթների համար, ավելի նույնիսկ եթե վերցնենք երկու տարբեր օղակ, ապա կարող է գոյություն չունենա բիհոլոմորֆ արտապատկերում մեկից մյուսը։ Իրականում, եթե օղակներ ենք վերցնում, միակ բանը, որ կարող ենք անել, ինչ որ հաստատունով բազմապատկելն է։ Եթե այս հարաբերությունը ներքին ու արտաքին շրջանների, եթե բազմապատկում ենք հաստատունով պահպանվում է, ընդհանուր դեպքում, եթե վերցնենք երկու օղակ, որ այս հարաբերությունը պահպանված չի, ապա գոյություն չունի մի հոլոմորֆ արտապատկերում բիեկտիվ նման մի օղակից մեկ ուրիշ օղակ։ Մենք այս ընդհանուր դեպքը չենք դիտարկի, մենք կդիտարկենք ընդհանրապես միակապ դեպքը, բայց ընդհանուր դեպքում իրավիճակը ավելի բարդ է, այսինքն նման պնդում գոյություն չունի, բայց նման պնդում գոյություն չունի, բայց ինչ որ ձևով էլի հնարավոր է ասել, թե երբ, ասենք երկու տիրույթ, որոնք ունեն նույն կապակցվածությունը, հնարավոր է արտապատկերել մեկը մյուսին, երբ չէ։ Այսօրվա դասի նպատակը կլինի ապացուցել Ռիմանի արտապատկերման թեորեմ։ Եկեք վերցնենք n բոլոր ֆունկցիաների բազմությունը, որոնք օմեգային արտապատկերում են c-ի վրա, այնպես որ j-ն լինի 1-ը 1, անալիտիկ, արտապատկերի ոչ պարտադիր ամբողջ միավոր շրջանի վրա, բայց գոնե միավոր շրջանի մեջ, համայական z-ի համար, j-ի արժեքը z0 կետում 0-ն է ու j-ի ածանցյալը z0 կետում
Հանուր դեպքում սա կլինի ինչ-որ կոմպլեքս տիպ, բայց մենք դիտարկում ենք միայն այն ֆունկցիաները, որոնց համար սա իրական է եւ դրական։ Մենք դիտարկենք բոլոր հնարավոր ֆունկցիաները։ Այդ բոլոր պայմանները վերցրել ենք, բացի այն դեպքից, երբ ուրեմն եթե բոլոր պայմաններին բավարարում են այս ֆունկցիաները, բացի այն պայմանից, որ պետք է իրենք լինեն բիեկտիվ։ Պետք է պատկերը լինի ամբողջ միավոր շրջան։ Եկեք նախ ցույց տանք, որ այս բազմությունը դատարկ չի։ Եթե օմեգան ինքը սահմանափակ է, ապա կարող ենք օմեգան պարզապես սեղմել, փոքրացնել, այնքան որ տեղավորվի միավոր շրջանի մեջ։ Ասենք եթե ունենք այս օմեգան, որը թեկուզ շատ մեծ է, կարող ենք ինչ-որ մի թվով բազմապատկել, հետևեցել վերցնենք բավական փոքր, այս տիրույթը մեր փոքրանա, կարող ենք արդեն շարժել, տեղափոխել, որ տեղավորվի միավոր շրջանի մեջ։ Եթե մեր օմեգան սահմանափակ չի, այս նույն միտքը չի աշխատում, բայց ինչ կարող ենք անել։ Մենք տարբեր ձևերով տեսել ենք ինչպես կարելի է հոլոմորֆ ձևով անսահման տիրույթը տեղափոխել սահմանափակ տիրույթի վրա։ Եթե օրինակ մենք տեսել ենք, երբ որ վերցնենք հարթությունը բացի մի ճառագայթից, սա կարող ենք արտապատկերել միավոր շրջանի վրա։ Հիմա եթե գոյություն ունի մի հատ, եթե վերցնենք մեր օմեգան, ընտրենք սա անվերջ է, ինքը ամբողջ հարթությունը չի, այսինքն կարող ենք վերցնել ինչ-որ մի կետ, որ օմեգային չի պատկանում։ Հետևում եք, գոյություն ունի մի հատ A, որը չի պատկանում օմեգային։ Հիմա, քանի որ օմեգան միակապ է, ապա այս կետից հնարավոր է ինչ-որ կորով գնալ անվերջություն, որովհետև եթե հնարավոր չլներ, ապա կնշանակեր այս կետը ամբողջությամբ փակված է օմեգայով, այսինքն օմեգան միակապ չէր լինի։ Հետևաբար գոյություն ունի մի հատ կոր գամմա, որը ան միացնում է անվերջության։ Ու այնպես, որ օմեգան ու գամման, այս կորը ընդհանուր բան չունեն։ Ինչի նման կոր գոյություն ունի, եկեք վերհիշենք միակապության սահմանումը, մենք ասեցինք, որ օմեգան միակապ է։ Եթե վերցնենք կոմպլեքս հարթությունը, ավելացնենք անվերջության կետը, հանենք օմեգան, ապա սա կունենա մեկ կապակցված կոմպոնենտ։ Քանի որ օմեգան չի պարունակում անվերջություն կետը, սա ըստ ենթադրության կարող ենք ավելացնել օմեգան C-ի մեջ պետք է լինի, քանի որ օմեգան չի պատկանում անվերջություն կետը, օմեգան նաև չի պարունակում A կետը, քանի որ սա պետք է լինի ունենա մի կապակցված կոմպոնենտ, ուրեմն պետք է գոյություն ունենա, պետք է ան ու անվերջությունը պատկանեն նույն կապակցված կոմպոնենտի, այսինքն գոյություն կունենա նման մի կոմպոնենտ։ Այսինքն ունենք այս մեր A կետը ու A կետից ելնող ինչ-որ մի կոր, որը գնում է անվերջություն, որը ամբողջությամբ օմեգայից դուրս։ Բայց եթե ունենք մենք նման կոր, մենք գիտենք, որ կարելի է սահմանել Z հանած A ֆունկցիա, արմատ Z հանած A ֆունկցիայի մի անալիտիկ ճյուղ, որը սահմանված է ամենուրեք, բացի այս կորից։ Սա մենք արդեն տեսել ենք։ Եկեք վերցնենք նման անալիտիկ ճյուղ, նշանակենք HZ, սա մի անալիտիկ ճյուղ է, որը սահմանված է ամբողջ հարթության վրա, բացի այս մեր կամմա կորը։ Հիմա, ինչ կարող ենք ասել այս ֆունկցիայի մասին։ Մենք ունենք մեր Z0 կետը, որը պատկանում է օմեգային։ Մենք եթե վերցնենք այս Z0 կետի պատկերը, HZ0 կետը, կարող ենք ասել, որ գոյություն ունի մի շրջան, դրական շարավով,
այնպիսին, որ եթե վերցնենք HZ0 կենտրոնով ρ շարավղով շրջանը, ապա սա ամբողջությամբ կլինի մեր h ֆունկցիայի արժեքների տիրույթի մեջ, երբ որ կիրառում ենք օմեգայի վրա։ Նաև հիշենք, որ արմատ ֆունկցիան երբեք երկու արժեք, որոնք իրար հակառակ են, չի ընդունում։ Եթե սա ընդունում է ինչ-որ արժեք, ասենք օմեգա, մինուս օմեգա արժեքը այս ֆունկցիան չի ընդունում։ Հետևաբար, եթե վերցնենք սրա հակառակը, այսինքն դա ինչ է նշանակում, եթե վերցնենք մինուս hz0 ρ շարավղով շրջանը, ապա սա հաշի արժեքների տիրույթների մեջ չի լինելու, այսինքն սա կնշանակի, որ սա հատում չունի h օմեգայի հետ։ Այսինքն մենք վերցրեցինք մեր օմեգա տիրույթը ու արտապատկերեցինք h-ով այնպիսի մի տիրույթի վրա, որ մենք ունենք մի շրջան, որը ամբողջությամբ գտնվում է հաշի արժեքների տիրույթից դուրս։ Այսինքն հաշի արժեքները ամբողջությամբ սրանից դուրս են։ Բայց եթե մենք ունենք նման տիրույթ, մենք կարող ենք դա արտապատկերել միավոր շրջանի վրա։ Կարող ենք դա անել կոտորակային գծային ձևափոխությունով։ Դա անելով մենք կարողանանք մեր սկզբնական օմեգա տիրույթը արտապատկերել միավոր շրջանի վրա։ Այդ արտապատկերումը մենք ուզում ենք ասենք, որ կլինի f-ից այս բազմությունից, միայն թե այս բազմության մեջ մենք ունենք ինչ-որ լրացուցիչ պահանջներ։ Եկեք այս մեր ֆունկցիան փոքր-ինչ ձևափոխենք այնպես, որ այս լրացուցիչ պահանջները նույնպես բավարարվեն։ Դա ոնց կարող ենք անել։ Այս մեր կոտորակային գծային ձևափոխությունը, որ վերցնում ենք, որ սա անում է, կարող ենք այնպես վերցնել, որ այստեղ ինչ-որ միտեղ ունենք hz0 կետը, որ այս կետը արտապատկերվի 0-ի վրա, որպեսզի արդյունքում այս ընդհանուր ֆունկցիան z0 կետը արտապատկերի 0-ի վրա ու ածանցյալը այդ կետով նույնպես լինի այն ինչ որ պետք է։ Դա կարելի է կոնկրետ կառուցել այդ ֆունկցիան, ընկնում, ուրեմն եթե վերցնենք J0z ֆունկցիան, որը սահմանված է հետևյալ կերպ, v բաժանած 4 կամ արմատ hz0 բաժանած hz0-ի քառակուսի hz0 բաժանած հաշի արմատ հաշ, արմատ չէ, ածանցյալ hz0 անգամ hz բաժանած hz0 բաժանած hz գումարած hz0, ապա սա կպատկանի մեր f բազմության։ Այստեղ ինչ է կատարվում։ Այստեղ եթե ուշադիրնենք, կտեսնենք, որ հաշի ու ինչ որ մի կոտորակային գծային ձևափոխության կոմպոզիցիա ունենք այստեղ։ Ինչ է անում այս ֆունկցիան։ Եթե z-ի մեջ տեղադրենք z0, ապա համարիչը կլինի 0, այսինքն այս ֆունկցիան z0-ն արտապատկերում է 0-ին։ Եթե դիտարկենք սրա տակ ընկած կոտորակային գծային ձևափոխությունը, ինչ է անում սա։ Ուրեմն hz-ը արտապատկերում է hz0-ին, չէ, hz0-ն արտապատկերում է 0-ին, մինուս hz0-ն արտապատկերում է անվերջության։ Ասել մենք վերցրել ենք դա, այստեղ մենք պարզապես ինչ-որ հաստատունով ենք բազմապատկել։ Այս հաստատունի իմաստը այն է, որ տեղավորվենք միավոր շրջանի մեջ ու ածանցյալը լինի իրական դրական։ Առաջին հերթին եկեք նկատենք, որ այս մեր ֆունկցիան, սա ուրեմն ինչ է, նորից ասենք, սա կոմպոզիցիա է հաշի ու կոտորակային գծային ձևափոխության։ Հետևաբար ինքը մեկը մեկի ու նաև անալիտիկ։ Հաշի J-ի արժեքը Z0 կետում 0 է, J-ի ածանցյալը Z0 կետում կարելի է հեշտությամբ հաշվել, սա կլինի ρ 8-երով, հաշի ածանցյալ Z0 կետում h Z0 քառակուսի,
որը կլինի դրական թիվ, ու եթե հաշվենք այս մասի բացարձակ արժեքը, սա կարող ենք ասել, որ հավասար է h z0 անգամ 1-ը բաժանած h z0 բանած 2 բաժանած 2 բաժանած hz բանած hz0, սա փոքր է կամ հավասար hz0 անգամ ուրեմն այստեղ կարող ենք վերևից գնահատել hz0 գումարած 2 բաժանած hz գումարած hz0-ով։ Հիմա ինչ ունենք, եթե վերցնենք մեր մինուս hz0 կետը, մենք գիտենք, որ սրա շուրջը ρ շարակով շրջանագից եթե վերցնում ենք, ամբողջությամբ h օմեգայի h օմեգայի հետ հատում չունի, այսինքն եթե վերցնենք ինչ որ մի այստեղ hz կետ, որը պատկանում է h օմեգային, ապա կարող ենք ասել, որ այդ կետի ու այս hz0-ի հեռավորությունը առնվազն ρ է։ Այսինքն այս մեծությունը առնվազն ρ է։ Քանի որ այս մեծությունը առնվազն ρ է, այսինքն եթե z-ը փոփոխվում է օմեգայի մեջ, սա վերևից սահմանափակ մեծություն է։ Այսինքն դրանից ինչ ենք ստանում։ Դրանից ստանում ենք, որ այս մեր z0 ֆունկցիան միակ մասը, որ z-ից կախված էր, սա է, սա սահմանափակ է։ Այսինքն z0-ն սահմանափակ է։ Իսկ եթե z0-ն սահմանափակ է, կարող ենք այստեղ մի հաստատուն ավելացնել, բավականաչափ փոքր, եթե վերցնենք այդ հաստատունը, ապա կստանանք, որ այս մնացած բոլոր հատկությունները բնականաբար չեն փոխվի, եթե այդ հաստատունը դրական է, այնպեսին, որ J0Z-ի արժեքը միշտ 1-ից փոքր լինի։ Այսինքն մեր պատկերը միշտ լինի միավոր շրջանին։ Այսինքն ստացանք, որ f-ը դատարկ չի։ Միշտ ինչ որ մի բան f-ի մեջ կարողացան գտնել։ Հիմա մնում է ապացուցենք, որ գոյություն ունի ինչ որ մեկը, որը նաև կլինի բիեկտիվ։ Պնդում գոյություն ունի, այսինքն դա ինչ որ առումով ամենաօպտիմալ f-ն է։ Եկեք ցույց տանք, որ գոյություն ունի մի ֆունկցիա f-ի մեջ, այնպիսին, որը այդ ֆունկցիայի ածանցյալը ամենահնարավոր մեծ արժեքն է z0 կետում։ Այսինքն գոյություն ունի f-ի մեջ մի ֆունկցիա f, որը մաքսիմիզացնում է եթե վերցնենք z0 կետում ածանցյալը բոլոր հնարավոր ֆունկցիաների f-ից, ապա գոյություն ունի մի հատ f, որի ածանցյալը z0 կետում հնարավոր մաքսիմում արժեքն է։ Այսինքն այս մաքսիմում արժեքը նախ այսինքն ածանցյալները սահմանափակ են ու այդ մաքսիմում արժեքը ինչ որ մի կետում ինչ որ մի ֆունկցիա կա, որ այդ մաքսիմում արժեքը ընդունում է։ Այսինքն եթե վերցնենք այս բոլոր հնարավոր ածանցյալները, ապա սա կլինի սահմանափակ։ Այդ դեպքում կարող ենք, եթե դիտարկենք սուպրեմումը այս մեծությունների, ապա սա կլինի վերջավոր ու պնդումը այն է, որ նաև գոյություն ունի f, այնպիսին, որ f-ի ածանցյալը z0 կետում հենց s-ն է։ Եկեք նկատենք, որ մեր f բազմության բոլոր ֆունկցիաները հավասարաչափ սահմանափակ են, որովհետև բոլորը օմեգան արտապատկերում են միավոր շրջանի մեջ։ Ուրեմն, քանի որ f-ի միջի բոլոր ֆունկցիաները հավասարաչափ սահմանափակ են, ապա այս բազմությունը նորմալ բազմություն։ Հիմա ճիշտ է, չգիտենք այս պահին դեռ, որ s-ը վերջավոր է, բայց ըստ s-ի սահմանումի որպես սուպրեմում գոյություն ունի մի հաջորդականություն ֆունկցիաների այնպիսին, որ գոյություն ունի J-ն f-ից, այնպիսին, որ եթե վերցնենք Z0 կետում այս J-ների ածանցյալը, ապա սա կլինի S։
Բայց քանի որ մեր f-ը նորմալ բազմություն է, կարող ենք ասել, որ գոյություն ունի մի ենթահաջորդականություն, որը զուգամիտում է ինչ-որ մի անալիտիկ ֆունկցիայի, ու զուգամիտությունը կլինի անալիտիկ բոլոր կոմպակտ ենթաբազմությունների վրա։ Ինչ-որ մի անալիտիկ ֆունկցիայի զուգամիտությունը կլինի չափ կոմպակտ ենթաբազմությունների։ Ինչ կարող ենք ասել այս f ֆունկցիայի մասին, ոնց որ առաջ, ոնց որ բոլոր j-երի համար, կարող ենք նաև ասել, որ f-ի արժեքները միշտ կլինեն միավոր շրջանի մեջ, f-ի արժեքը z0 կետում կլինի 0, f-ի ացանցյալը z0 կետում կլինի s, մասնավորապես այստեղից հետևում է, որ s-ը վերջավոր է, որտեղից գիտենք, որ f-ը ացանցելի է, քանի որ մենք ունենք, որ f-ը անալիտիկ ֆունկցիաների հավասարաչափ սահման է, ապա դրանից հետևում է, որ f-ը սահմանը նույնպես անալիտիկ կլինի։ Այսինքն, որպեսզի ցույց տանք, որ f-ը մեր բազմության մեջ է, ընդհանրապես պետք է ցույց տա, որ f-ը մեկը մեկի։ Եկեք վերցնենք ինչ-որ մի կետ օմեգայից, ու պետք է ցույց տանք, որ fz հանած fz1-ը, եթե այս ֆունկցիան դիտարկենք, ապա այս ֆունկցիան չունի ոչ մի 0։ Մենք գիտենք, որ եթե վերցնենք նման մի ֆունկցիա f-ից, ապա այս ֆունկցիան կլինի, կամայական ֆունկցիա կլինի մեկը մեկի, հետևաբար, եթե դիտարկենք մեր այս ենթահաջորդականությունը, ապա այս ենթահաջորդականության համար սրանք, քանի որ սրանք մեկը մեկի ֆունկցիաներ են, միակ կետը, որտեղ սա կլինի 0, z1 կետներ են, այստեղ z1 մշտը z1։ Սրանք չունեն ոչ մի 0, բացի z1 կետից, այսինքն, եթե օմեգայից հանենք z1 կետը, ապա 0-ներ չեն ունենա։ Իսկ մենք տեսել ենք, որ նման դեպքում 0-ների քանակը, եթե դիտարկենք, կարող ենք ասել, որ եթե դիտարկենք այս սահմանը, եթե ունենք ֆունկցիաներ, որոնք չունեն 0-ներ, ապա սահմանը, եթե ունենք անալիտիկ ֆունկցիաների հաջորդականություն, որոնք չունեն 0-ներ, ապա այս սահմանը կամ չունի ոչ մի 0, կամ հիմնականապես 0 ֆունկցիան։ Բայց սա իրենից ինչ է ներկայացնում, սա fz հանած fz1-ն է։ Այսինքն մենք ստացանք, որ fz-ը կամ նույնականապես fz1-ն է, կամ սա չունի ոչ մի 0։ Բայց այս տարբերակը հնարավոր չի, որովհետև մենք գիտենք, որ z0 կետում ացանցյալը դրական թիվ է։ Բայց եկեք ցույց տանք, որ այս հենց այս f-ը, որ մենք գտանք, որը ամենաօպտիմալն էր, իրականում բիեկտիվ է պնդում f-ի պատկերը ամբողջ միավոր շրջանում։ Ենթադրենք, գոյություն ունի ինչ-որ մի կետ, այնպիսին, որ օմեգա 0 չի պատկանում f-ի պատկեր։ Միտքը այն է, որ եթե նման բան գոյություն ունենա, ապա կկարողանանք կառուցել մի նոր ֆունկցիա f-ի մեջ, որի ացանցյալը z0 կետում կլինի ավելի մեծ։ Պլանը հետևյալն է լինելու, մենք գիտենք, որ f-ը օմեգային արտապատկերում է միավոր շրջանի մեջ, բայց ունենք մի կետ, որը չի պատկանում f-ի պատկերին, z0-ն էլ արտապատկերում է 0-ի վրա։ Վերցնենք մի կվադրակային գծային ձևափոխություն, որ այս օմեգա 0 կետը կարտապատկերի 0-ի վրա, սրանից հետո կկիրառենք արմատ ֆունկցիա, որը
Այս հարթությունը, այս միավոր շրջանը կարգապատկերի կիսաշրջանի վրա, Z0 կետը արդյունքում, ստեղ ինչ-որ մի տեղ տեղավորվի, էլ 0-ին չի լինի, սա նորից կարգապատկերենք միավոր շրջանի վրա, այնպես որ նորից Z0 կետը հայտնվի 0 կետում, ու սա հնարավոր է անել այնպես, որ 0 կետում, այսինքն այս Z0 կետում ֆունկցիայի ացենցիալը մեծանում։ Ավելի կոնկրետ, դիտարկենք հետևյալ ֆունկցիա։ Z-ը հավասար է fz հանած օմեգա 0, 1 հանած օմեգա 0-ի համանուց fz ֆունկցիա։ Սա ինչ է իրանից ներկայացնում, այսինքն սա f-ն է ու f-ի կոմպոզիցիան է հետևյալ կոտորակային գծային ձևափոխության հետ։ Z հանած օմեգա 0 բաժանած 1 հանած օմեգա 0-ի համալուց Z, սա ինչ է անում, սա մի կոտորակային ուրեմն ձևափոխություն է, որը միավոր շրջանը արտապատկերում է իր վրա ու օմեգա 0-ին արտապատկերում է 0-ի վրա։ Và մենք գիտենք, որ կամայական Z եթե վերցնենք օմեգայից, fz-ը հավասար չի օմեգա 0, հետևաբար phi z-ը 0 չի։ Հիմա հետևաբար, եթե դիտարկենք phi ացանցիալ z բաժանած phi z ֆունկցիան, ապա սա կլինի անալիտիկ օմեգայի մեջ, որը միակապ է։ Իսկ եթե ունենք նման բան, այսինքն անալիտիկ ֆունկցիա միակապ տարածության մեջ, ապա եթե դիտարկենք սա միարժեքորեն որոշված է, այսինքն սա ինչ իրենից ներկայացնում, շարժվում է լոգարիթմ phi, այսինքն ունենանք, որ լոգարիթմ phi սահմանված է, անալիտիկ ֆունկցիա է, սահմանված ամբողջ օմեգայի մեջ։ Լոգարիթմ օգտագործելով կարող ենք արմատ phi ֆունկցիայի անալիտիկ ճյուղ սահմանել։ Այսինքն գոյություն ունի անալիտիկ ճյուղ, արմատ phi անալիտիկ ճյուղ ամբողջ օմեգայի վրա։ Եկեք սա նշանակենք J-ով, հենց այս անալիտիկ ճյուղը։ Ինչ կարող ենք ասել J-ի մասին։ J-ն կլինի 1-1-ի, J օմեգան արտապատկերի միավոր շրջանի մեջ, բայց J-ն Z0-ն ուրիշ տեղ կտեղափոխի, այսինքն պետք է հիմա, որ Z0-ն տեղափոխենք հետ 0-ի վրա, բայց միավոր շրջանը արտապատկերելով իր վրա։ Ինչ պետք է անենք, սմրսենք Z0, այս կոտորակային գծային ձևափոխություն կարող ենք կիրառել։ Բաժանած, 1 հանած Z0-ի համալուց Z0։ Սա J-ի ու կոտորակային գծային ձևափոխության կոմպոզիցիա է, այնպիսին, որ Z0-ն նորից վերադառնա 0-ին։ Սա ուզում ենք, որ լինի մեր նոր ֆունկցիան, որը կլինի մեր f բազմությունից, որի ացանցիալը ավելի մեծ կլինի, բայց սրա ացանցիալը Z0 կետում կարող է իրական դրական թիվ չլինի, դրա համար այստեղ կարող ենք ինչ-որ մի հատ բացարձակ արժեք 1 ունեցող թվով բազմապատկել, այնպես որ J-ի ացանցիալը 0 կետում լինի իրական դրական թիվ, այսինքն բազմապես պետք է պտտել։ Ու այստեղ ինչ-որ միավոր պետք է ավելացնենք, դա ոնց կարող ենք հաշվել, կարող ենք հաշվել J-ի ացանցիալը, այսպես, այսինքն S ֆունկցիայի ացանցիալը կարող ենք հաշվել Z0 կետում ու բաժանել այդ ացանցիալի արգումենտը օգտագործելով արգումենտի մասի վրա, պտույտի վրա եթե բաժանենք, այստեղ, ապա կունենանք, որ արդեն այս նոր ձևի սահմանված J ֆունկցիայի ացանցիալը 0 կետում կլինի իրական դրական թիվ։ Այդ հաշվարկը անելուց այստեղ կպարզվի, որ պետք է տեղադրել այս մեծությունը, որը ունի բացարձակ արժան։ Սրա իմաստը այն է, որ պտտում ենք, որ ացանցիալը որ J ացանցիալը Z0 կետում լինի իրական դրական թիվ։
Մեկի քաշում ենք J-ի ացանցիալը Z0 կետում, ուրեմն սա հաստատուն է, Z-ից կախված չի, անգամ ստեղ կոտորակ ունենք, սրա ացանցիալ Z0 կետում, J-ի ացանցիալ Z0 կետում անգամ հայտարարը, իքի անենք հանած սա անգամ սրա ացանցիալ, բայց սրա արժեքը Z0 կետում 0 է, հետևաբար ես մյուս տարը չունենք, բաժանած հայտարարի քառակուսի։ Սրանք կրճատվեն, սրանք կրճատվեն, այստեղ ունենք J-ի ացանցիալ Z0 կետում, բաժանած մեկ հանած J Z0-ի քառակուսի, սենսը կլինի J-ի ացանցիալ Z0 կետում, բաժանած մեկ հանած Phi Z0-ի կասեցեք բան։ Եկ հիմա հաշվենք այս մեծությունը, ուրեմն ինչ ունենք JZ-ը հավասար է արմատ Z, Z-ը հավասար է OZ հանած օմեգա 0 բաժանած մեկ հանած օմեգա 0-ի համալուց FZ, F-ի ացանցիալը Z0 կետում S է, F-ի արժեքը Z0 կետում 0 է, Phi արժեքը Z0 կետում կլինի 0 հանած օմեգա 0 բաժանած 1 եղավ մինուս օմեգա 0 J ացանցիալը Z0 կետում կլինի 1 բաժանած 2 Phi արմատ Z0 բաժանած արմատ Phi Z0 Phi ացանցիալը Z0 կետում կլինի այստեղ համարիչի ացանցիալը Z0 կետում, որը S է, անգամ հայտարար, Z-ի արժեքը Z0 կետում 0 է, այսին հայտարարը կլինի 1, հանած համարիչը Z0 կետում, F-ի արժեքը Z0 կետում 0 է, այսին ստեղ կլինի մինուս օմեգա 0, անգամ հայտարարի ացանցիալը Z0 կետում, այսին ստեղ կլինի մինուս օմեգա 0-ի համալուց, F-ի ացանցիալը Z0 կետում S բաժանած հայտարարի քառակուսին Z0 կետում, F-ը Z0 կետում 0 է, սա կլինի 1 S անգամ 1 հանած օմեգա 0-ի քառակուսի սա ու սա եթե տեղադրենք այստեղ, ստանանք, որ J-ի ացանցիալը Z0 կետում հավասար է, ուրեմն համարիչում ունենք 1 երկրորդ S անգամ 1 հանած օմեգա 0-ի քառակուսի բաժանած արմատ օմեգա 0 հայտարարում ունենք 1 հանած օմեգա 0-ի բացարձակ արժեք Phi Z0 հավասար է մինուս օմեգա 0 Այսը կարող ենք պարզեցնել S անգամ 1 գումարած օմեգա 0 բաժանած 2 արմատ մինուս օմեգա 0 իսկ սա բացարձակ արժեքով 1-ից մեծ է, իրականությունը ստուգելի կարիք չունենք, որովհետև ամբողջ կառուցել ենք այնպես, որ սա լինի իրական։ Այսինքն սա բացարձակ արժեքով 1-ից մեծ է, կամ եթե սա իրական էլ չլինի, կարող ենք այստեղ մեկ ուրիշ հաստատուն ավելացնել, ընդհանրապես որ սա պտտի ու բացարձակ արժեքը այս ացանցիալը լինի դրական թիվ, այստեղ կարող ենք C ավելացնել, որի բացարձակ արժեքը 1 է, այսինքն սա կարող է կդառնա 1-ից մեծ
Սի իրական թիվ։ Այսինքն ստացանք մի ֆունկցիա j, որը պատկանում է f-ին, j-ի ածանցյալը z0 կետում, մեծ եղավ այսինց, որը հակասություն է։ Ամ, Այստեղ մի բառ ասեմ, փաստորեն մենք ինչ արեցինք, մենք կառուցեցինք NF-ը, որը ածանցյալը մաքսիմիզացնում էր Z0 կետում, ա, ու ցույց տվեցինք, որ հենց այդ F-ը մեր ուզեցած արտապատկերումն է։ Մենք ինչ արտապատկերում ենք ուզում, մենք ուզում ենք, որ օմեգան արտապատկերվի միավոր շրջանի վրա, այնպես, որ արտապատկերումը լինի բիեկտիվ։ Մենք դիտարկեցինք այն ֆունկցիաները, որոնք մեկը մեկի արտապատկերում են, բայց գուցե ամբողջությամբ դիսկը չեն լրացնում, ու դրանցից վերցրեցինք այն մեկը, որի ածանցյալը ամենամեծն էր։ Դա կարելի էր սպասել, ինչի, որովհետև ածանցյալը ոնց որ ինչքան մեծ լինի, այնքան ինքը ոնց որ ֆունկցիան ստեղ ավելի արագ է աճում, այսինքն եթե մազանցյալը մաքսիմիզացնում ենք, ապա կարելի էր սպասել, որ դա չնայած որ մենք սահմանափակում ենք մեծ շրջանով, դա այն ֆունկցիան կլինի, որը մաքսիմիզացնողը, որը մաքսիմիզացնողը կլինի այն ֆունկցիան, որը ինչքան հնարավոր է շատ տարածք է վերցնում շրջանից, այդ ամբողջ տարածքը փաստորեն հնարավոր է լինում վերցնել։